Ողջույն բարեկամներ, դες այդ գրաքաղաքական ոդքասթն է, ես արձակագիր Հայկ Հովյանը եւ գրականագետ Թագուհի Ղազարյանը։ Այսօր նորից մեր ժամանակակից գրողների գրքերից ենք ընտրել ընթերցանության համար Գրիգի Ֆրիդենսդորֆ գիրքը, որը հետ պատերազմյան շրջանի գիրք է, գրվել է 2023 թվականին ու այստեղ կուզեի կարդալ անոտացիայից, մի կտոր վեպում օգտագործված են հատվածներ պաշտոնական հաղորդագրություններից, մամուլից, հարցազրույցներից, սոցցանցային գրառումներից, հայ եւ օտարազգի գրողների ստեղծագործություններից եւ այլն, իբրև ընդհանուր տեքստ առանց շակերտների, առանց ընդգծման։ Այս տողով արդեն ոնց որ Գրիգը տրամադրություն է տալիս, որ գիրքը քաղաքական բովանդակություն ունի։ Շապիկը նույնպես հետաքրքիրն է, այստեղ տեսնում ենք ոնց հասկանում եմ աֆղանական, պատերազմի մասնակիցների ինչ որ մի խմբի նկար, նույնիսկ տենց է թվում։ Նու սովետական զինվորների համենայն դեպս։ Բայց զինվոր են սրանք։ Հա, զինվոր են եւ վերևում եւս մի նկար կա, որտեղ հա, ներքևը վերև։ Ներքևի մասին էր խոսքը։ Վերևում եւս մի նկար կա, որտեղ մենք տեսնում ենք այս լուսանկարին համակցած Հայաստանի Հանրապետության 4 ղեկավարների գլուխները Նիկոլ Փաշինյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի։ Սյուժեի մասով խոսքը փոխանցեմ քեզ, սյուժեները կոմոդ պատմելն ավելի լավ է ստացվում։ Վախ իրանցած անգամ ինձնից խլել է սուրբ բարդքը։ Ոչինչ։ Գրիգի գրքի մասին Սկզբում ասեմ, որ ինձ թվում է Գրիգը հատուկ է այս գերմաներեն երկար բառը ընտրել վերնագիր, որպեսզի միշտ ասեն Գրիգի գիրք իր գրքին կամ Գրիգի վեպ։ Սյուժեն շրջանակված է 2 տեսարանով։ Սկզբում պատմենք երբ վերնագրի մասին հենց պատմելով է սկսում, պատմենք ինչ է նշանակում վերնագիրը։ Գերմաներենից թարգմանաբար նշանակում է խաղաղության գյուղ։ Եվ ամենաառաջի տեսարանը այն մասին է, որ լրագրից հատված է այն մասին, որ Գերմանիայում 60-ականներին հիմնադրվել է մի հիվանդանոց, գծիկ գյուղ, որտեղ պատերազմական գոտիներում տուժած երեխաները, ֆիզիկապես տուժած երեխաները բուժում են ստանում, եւ գյուղը կոչվում է խաղաղության գյուղ ու մինչեւ հիմա այդ վայրը կա, ես չալարեցի, Google արեցի եւ տեսա, որ ինքը հիմա գործում է որպես հիվանդանոց, այնց բարեգործական, անվճար այդ պատերազմական գոտիներում տուժած երեխաների հաշմանդամությունը բուժելու, վերականգնելու, ինչ որ բաների պրոթեզավորելու կամ չգիտեմ ինչ որ պրոցեդուրաների միջով անցնելու եւ վերականգնողական բուժման համար։ Ու վերջամա մի պատկերով որը 23 թվականին որ գրված է, ամենայն հավանականությամբ 23 թվականի վերջում է գրված, որովհետև 23 թվականի սեպտեմբերի էթնիկ զտման տեսարանով է վերջանում գիրքը, ու շրջանակված է դրանցով, հայ այս բանի սկիզբը որ հետո այդ լրագրից մեջ վերումից հետո նկարագրությունից ուժը որ սկսում եք կարդալ, բարձր 2000-ականների սկիզբն է այս խաղաղության գյուղում Գերմանիայում տեղի ունեցող իրադարձությունները եւ դրանք մերթ կամ շատ ներհյուսված ընդմիջվում են սկզբում Քարորիա, հետո 44-ը, բայց այդ ընթացքում այլ քաղաքական իրադարձություններով նույնպես էլ իսենց լցված են իրար մեջ, դե բնականաբար հիվանդանոցում պիտի լինի երեխաներ են, փոքր երեխաներ են, տարբեր բաներ, ծաղիկներից տուժած իրենց մանկական խաղերը, որ երբեմն ինչ-որ փիլիսոփայական, երբեմն ինչ-որ սիմվոլիկ երանգավորում է ստանում եւ լրահոսը 44-ով քարորիա պատերազմների դեպքում լրահոսն է լցվում այդ առօրյականության մեջ ոչ թե ինչ որ իրա դե մի քանի պատկեր կա, բայց դրանք էլ կարծես լրահոսից բան ինչ որ լուրերից կամ լրատվական էմոցիոնալ են, սենտիմենտալ են, բայց ոնց որ էլի լրատվական տեքստեր լինեն, ստատուսներ, ինձ ծանոթ ստատուսները, որոնք ես կարդացել եմ Facebook-ում ինչ-որ բահի, ինչ-որ մարդկանց մոտ եւ տեսնում եմ Գրիգի մոտ, կարող կարդացած չլինեի, չիմանայի էլի, որ ոնց որ բանա Facebook-յան գրառումներ ա վերցրել։ Չէ իդենտիֆիկացիա։ Հա, այսինքն կորչումա տեքստի մեջ ինչ-որ բաներ վերցրած ու ուրիշ տեղերից, ինչպես ասեցիր, առանց չակերտների։
ու այդ երկու սյուժեներն են զուգահեռ ընթանում։ Ինձ թվում է բան սյուժեի մասին երևի ավելի շատ բան ասել չկա, փոքրիկ պատմություններ կան, որոնք այդ երեխաների կյանքն է, որը որ անընդհատ ընդմիջվում է առանց շակերտների տեքստը տենց սահուն փոխակերպվում է այդ լրատվությունից հատվածներով նույնիսկ իրար մեջ մտած կարա լինի մի հատ երեխայի բառ, մի հատ լրատվականից տեքստ, այսինքն sense շատ բան է, էլի մխրճված է իրար մեջ։ Նա սա գրքի տեքստի ոճի մասին, հա։ Ես իրականում բավականին հաշտ եմ, հա, այս գրքի հետ ավարտելուց հետո նախորդ հաղորդումների ընթացքում էլի մենք վերցրել էինք գրքեր, որը որ պատերազմի մասին էր, բան ես տենց երբեմն, հա, ես երբեմն տենց ասում եի սա հաղթողի տեսանկյունից գրված տեքստ, բան իմ զգացողության մասին եմ, հա, խոսում հիմա, ոչ թե երբեմն նաև բանից հետ պատերազմական ենք կարդացել ու դու իմ այդ հարցերին չես Ալինայի ու բանի Սարգիսի մասին ամասնավորապես խոսքը։ Հա, ստեղ չեմ ասի, որ պարտության իմ զգացողությունն էր, որ այս տեքստը պարտության մասին էր, ավելի շատ այդ խաղաղության ու պարտության խաղաղության ու պատերազմի արանքում ընկած այդ դիլեմայի մասին էր իմ զգացողությունները համենայն դեպս այս գիրքը կարդալուց արդյունքում այդ զգացողությունները ես ունեցա ու իրականում մեր հասարակությունն էլ է, հա, հիմա այդտեղ որ ասեմ հաշտ նկատի ունեմ, որ ես նկատում եմ, որ մեր հասարակությունն էլ է այդտեղ մնացած, հա, մի մասը ծայրահեղական, ասենք ասում է խաղաղությունը արդեն, հա, վերջնական է, կա եւ այլն, գնացեք վայելեք, հա, խաղաղությունը, մի թևն էլ կա, որը անընդհատ ապագան միայն տեսնում է պատերազմական լուծումների մեջ, հա, մի գրախոսական էի կարդում այս գրքի վերաբերյալ, ճիշտն ասած չեմ հիշի հիմա գրախոսական գրողի անունը, բայց վերջում մի ասպեսի այդ գրախոսականի վերջում այսպեսի տող կար էլի, որ մենք վրեժով ու արդարությամբ ինձ գրիգին էր, հա, խոսքը ուղվում, գրիգ հիշիր, որ մենք վրեժով եւ արդարությամբ ասենց ինչ որ մի ձևակերպում կամ պատերազմով ենք խաղաղության քարոզչության մեջ, չէ։ Հա, վրեժով ու արդարությամբ համեմված պատերազմ ենք ուզում, ասենց ինչ որ մի հատ դրսևորում կար, այսինքն այդ երկու ծայրահեղությունների արանքում կա մի հատ հասարակություն, որը չի կարող հասկանա, հա, հիմա ինքը ինչի մեջ է գտնվում, հա, պատերազմ կա, պատերազմ չկա, լինելու է, չի լինելու այդ խաղաղությունը կա, ինչ ձև է լինելու այդ խաղաղությունը, մենք շատ դեպքերում տենցել ենք, հա, ասում, մենք չգիտենք խաղաղությունը ինչ է։ Մենք խոսում ենք, ինչ որ մի մասն ասում է, սա խաղաղություն է, սա խաղաղություն չի, իսկ ինչ է այդ խաղաղությունը։ Մենք ինքներս էլ անգամ չգիտենք։ Հա, մենք այդ խաղաղությունը չգիտենք ինչ է։ Չենք պատկերացնում խաղաղությունը ոնց պիտի լինի։ Մի մասի համար դա լրիվ ուրիշ բան է, մի մասի համար, չգիտեմ, ինչ որ միֆական նենց բան է, որ թշնամին պետք է ենթադրում են երևի ծնկաչոք գա ներողություն խնդրի, որ դա համարվի խաղաղություն, մի մասի համար սահմանին կրակոց չլինելը եւս խաղաղություն է, ու իրականում մեր հասարակությունը տեղ մխված sense մնացած մի հատ իրավիճակում է։ Գերմանական յուղի խաղաղության յուղի տեսարանը, պատկերը, խաղաղության յուղը չէ։ Ընդ որում այնտեղ բաներ, դիլեմաներ կան, այդ բանի Կամիլը ոնց որ հայրը աղվանական պատերազմում է վիրավորվել, ինքն էլ երևի, չգիտեմ, ուկրաինացի տղան, ու այնտեղ աֆղանստանցիներ են ապրում այդ հիվանդանոցում, էլի հաշմանդամություն ունեցող երեխաներ, մեկի ոտքը չկա, մեկի դեմքն է խեղված ու իրանք իրար հետ տենց բան են, խաղաղության գյուղում բուժվում են, այնտեղ մի հատ վրացի տղա կա, որ բանը իր նախնիները նացիստներին են հաղթել, բայց ինքը բան գերմանացի ինքը տենց որպես գերմանացիների պապը զոհվել է, թե ինչ գերմանացիներին գիտի որպես թշնամի ու ինքը Գերմանիայում բուժվում է, այսինքն սա դիլեմաներով եկել երեխեքը լցվել են այդ ու նույնիսկ կարող է հակառակորդ կողմերից լինեն, էլի չգիտեմ, թուրք կա, թուրք երևի չէ մի հատ թուրք երեխա է գալիս ու բանի այդ բանի առաջ դեմքով պատմողը ասում է ոնց որ գիշեր այդ բան է անում այդպես վախենում էի քնեի որտեվ չգիտեի ինքը ոնց որ ինչ կարա անի ոնց որ աֆղանացի է ես տենց ինչ որ sense պատկերացնում մի խոսքով ուզում եմ ասեմ այդ բանի այդ խաղաղության ինչ որ մոդելի բան ունի այդտեղ այդ գյուղն է որտեղ տենց ինչ որ շատ բարդ ճակատագրերով մարդիկ են էլի շատ հետաքրքիր էր ես կարդալու ընթացքում շատ ֆիքսվել է այդ աֆղանստացիների բանի վրա, հա, որտեվ երբ որ այդ գյուղում պատմությունը սկսվում այդ երեխաները, այդ ռուսախոս
հա հետսովետական երկրներից իրար հետ են իրար հետ են ու իրանց համար այդ աֆղանստանցիները թե աֆղանացի ասենք չգիտեմ աֆղանստանցիները հա տենց մի անհասկանալի վախենալու ու անհայտ բան են իրանք անընդհատ նրանցից ինչ որ իրանց հետևից փսփսում են ինչ որ բաներ են փորձում դավադրություններ կազմակերպեն նրանցից ինչ որ վտանգ են սպասում ու միջև ու կամիլն է դա բանանում ու միջև գրքի ավարտն էլ իրանք իրականում չեն կարող հասկանալ այդ աֆղանստանցիները ոնց պիտի հարաբերվեն վերջին չէ հա ու այդ կարդալու ընթացքում իմ մոտ տենց ասոցիացիա առաջացավ նրա հետ ոնց մենք վերաբերվում ենք մեր հարևաններին իսկ մենք գիտենք որ իրանք կան այդ մեր հարևանությամբ ապրում են հա հարևան սենյակում մենք գիտենք որ իրանք գոյություն ունեն տեսնում ենք իրանց բայց չենք հասկանում իրանց հետ ոնց հարաբերվենք մենք չգիտեմ շփվում ենք այն մյուսների հետ բայց այս մեր հարևանների հետ ում հետ որ կոնֆլիկտ ունենք մենք տենց չենք կարող ըմբռնենք ոնց պիտի այդ հարաբերությունները կառուցել ու իրանց այդ ռուսախոս խմբի որտեղ հայն էր ուկրաինացին վրաստանցի հայը ուկրաինացին ոնց որ ուզբեկ կար մի հատ հա իրանք մի խոսքով այդ հետ ռուսախոսներով սենց ասենք հա իրանք այդ աֆղանստանցիների հետ հարաբերվելու ձևը միջև վերջել չեն կարողանում գտնել ու մենք էլ ենք այդ վիճակի մեջ հարևանների հետ խոսալու հարաբերվելու ձևը չենք կարողանում գտնել կռիվ բան է նախերգանքի տեսարան կային որ ասում է կռիվը զգաց կռիվը անխուսափելի է խփի ասում բայց ոնց պետք է ես իմանամ կռիվը հիմա անխուսափելի է թե խուսափելի հա կամ դրվակ կա որ ասում մեջկով չպտտվես աֆղանստանցիների կողմը որովհետև իրանցից ինչ ասես հնարավոր է սпасել ու դա էլի շատ ամենահալավացը հա ու դա շատ բնորոշ է էլի մեր հասարակությանը որ հիմա մենք չգիտենք հարևանների հետ ադրբեջանցիների հետ այ ոնց պիտի վարվել իրենք կան գոյություն ունեն ոնց որ այս գրքի միջի աֆղանստանցիները իրանց հարևան մահճակալների վրա քնում են իրանք բայց այ ոնց պիտի իրանց հետ հարաբերվել իրենք չեն կարող ասենք այս գրքի հերոսները այդ երեխաները այդպես էլ չեն կարողանում այդ հարցի լուծումը գտնեն այ ոնց պիտի շփվել աֆղանստանցիների հետ ու այդ համատությունը ինձ հետաքրքիր էր ես անընդհատ ոնց որ այդ գիծը զգում էի ոնց որ այնց այդ աֆղանստանցիները հենց այդ հարևան ադրբեջանցիները լինեին ոնց որ անընդհատ գայննեին գրքի մեջ այդ տեքստի մեջ որ այ կան գոյություն ունեն մեջկով չպտտվել այնտեղ ինչ որ չգիտեմ բան են տանում փոխանակում ինչ որ խաղ պիտի խաղան այդ որ ասացիր եթե հանկարծ ինչ որ բան լինի առաջինը մենք խփենք այդ հետաքրքիր դրվագ էր գրքի մեջ այդ աֆղանստանցիների ես դրա վրա տենց ահագին ֆիքսվեցի Իսկ տրամադրված չէ այդ բայց սկսեի բայց դե ես գիրքը ոչ առաջի անգամ եմ կարդում երկրորդ անգամ լավ բան անեմ անհամեստություն չանեմ Ես ինչպես միշտ առաջի անգամ կարդում Հա ու առաջի անգամ շատ ավելի ուժեղ է տպավորվել քան այս անգամ ավելի ոնց որ հանգիստ ու սովորականության զգացողություն ունեի առաջի անգամ երևի լեզուն այդ անսպասելիությունը բանը ոնց որ չգիտես ինչ ես կարդում ինքը շատ անսպասելի է լեզվի իմաստով տեքստը շատ զարմացնում էր անընդհատ այս անգամ ոնց որ ավելի սովորականի պես եմ կարդացել, բայց մի հատ պատկեր կա, որ նախորդ անգամ էլ այդ բանի այդ երեխաների հարաբերությունների մեջ ինձ տենց ցնցել էր ու այս անգամ էլ ուզում եմ պատմեմ այդ պատմությունը, ուրեմն այս Կամիլը իդեպ որը ձեռքեր չունի եւ ուզում է մեծանա դառնա ֆուտբոլիստ Կամիլը ուկրաինացի երեխան ոնց որ աֆղանստանցի երեխաների հետ կավիճների հետ ինչ որ բան է փոխանակում ու ասում է արի կավիճները երրացնենք որ չգրեն այս բանը առաջի դեմքով պատմող հայ տղան հա Գրիգորը անունը կա Գրիգորը ասում է Գրիգորը ասում է ես որ ասում է բայց որ երրացնենք ինչ կլինի ասում է դե որ երրացնենք չեն գրի այդ կավիճները ասում է ինչ գիտես ասում է դե հայրս աղբանական պատերազմի ժամանակ ասում է որ պետք է բան աներ փամփուշտները որ ինչ որ բան պետքա ձեռք բերեր փամփուշտները ծախում էր հենց թշնամու վրա աֆղանստանցիների վրա ու այդ գումարով ոնց որ յոլա են գնում որտեղ զինվորները ուրիշ բան չունեին բայց ասում եմ ինչև ծախելը երրացնում էր փամփուշտները
որ համ փայլուն լինեն, համ էլ մեկը չէին կրակելու, չէին աշխատելու այդ փամփուշտները ու հետո այդ բաները փոխանակում են։ Ասում են դարի գնանք մեկը կավիճները երացնեն, գնում են երացնում են եւ այլն, ասենց փոխանակում են, հետո հաջորդ օրը տեսնում են այդ աղվանստանցիները կավիճներով ասֆալտի վրա նկարում են։ Կամիլը բանը, ասենց անակնկալի է գալիս, ասում է, «Կաղա փամփուշտներն են աշխատել»։ Այդ ահա որ բանա էլի ազդեցիկ տեսարանա թե ոնց է այդ պատերազմը բանանում էլի սպորտ պրոյեկտում այդ խաղաղության գյուղի վրա էլի իրանք որպես ոչ տենց թշնամիներ Աֆղանստանցիների լրի ոնց է հարևան ադրբեջանցիները ասենք փորձում են հարաբերվեն բայց ռուսերեն ասած պատվոխով հա ինչ որ բան են դնում տակ այդ կավի ջերացնելը եւ այլն մենք էլ ենք էլի հիմա ամեն դեպքում տենց պատկերացնում հա այդ հարաբերությունները որ այ թող sense լինի բայց պիտի անպայման էսին բան նույնն էլ երևի իրանք մեզ են վերաբերվում իսկ դու ես գրքում իմ զգացողությունն եմ ասում հա գրքի հեղինակն է ինքն է որոշում ինչ տեքստ պիտի լինի մեջը իսկ դու ադրբեջանցիները պակասում էին այս գրքին ու այդ աֆղանստանցիների կերպարը իմ համար այդպես էր բայց իսկ դու ադրբեջանցիները պակասում էին այս գրքի մեջ հա կարային լինեին բանում խաղաղության գյուղում բուժվելիս հա հանգիստ կարային լինեին հետ պատերազմական երկիր էր այդ ժամանակ հա հետաքրքիր կլներ լսի բան վերադառնամ այն սկզբից ասացին խաղաղության եւ պատերազմի դիլեմային էս իմ կարծիքով շատ վարպետորեն է ստացել ինչքան դիսկուրս կա հանրության մեջ ամբողջը կա այս գրքում որ մենք բանը թուրանական աշխարհի խոչընդոտն ենք պետքա բան անենք մեզ իրանք միշտ ուզենալու են մեզ ոչնչացնել իրանք վայրենի են իրանք խոշտանգել են մեր զինվորների մարմինները նկարել են ուղարկել են տուն ուրախացել են եւ այլն եւ դրանի հակադրություն կա այն խաղաղասիրական միգուցե նաեւ ծայրահեղական երբեմն դիսկուրսներ, բայց շատ տարբեր են, հա, որ ինչ ասես կա էլի այդ, որ եվրոպական խաղաղությունը բան են, փայլփլուն կոնֆետի թղթեր են եւ այլն, այս մյուս կողմից, որ այն ինչ Facebook-ում գրում են, էլի, բոլորը խառը, ամեն ինչ կա, որ իրանք էլ են մարդ, որ մենք էլ պակաս դաժան չենք եղել 90-ականներին, որ այդ կանայք էլ են մեղք, որոնք ստիպված են այդ խոշտանգող մարդկանց հետ ապրել, ոչ թե իրանք տենց բանը դաժանացին կանայք են, այսինքն մարդկայնացնել ինչ որ փորձ կա, շուրնուխի այդ բանավեճ ընդհանրապես ամբողջ Facebook-ից բաներ ստատուսներով բանով փոխադրված է, որ պետքա ուղիղ երկխոսել հարևանների հետ, որ պետքա մենք մեր հարցերը լուծենք, որ խաղաղություն հնարավոր է, խաղաղություն անհնար է եւ այս բաներն են, այս բանավեճը ինչքան բանավեճ կա, չէինք լսում, արտացոլված է մոտավորապես ամբողջը այստեղ կա ու ինչն է հետաքրքիր, որ դժվար է հեղինակի դիրքորոշումը դուրս բերել այս բոլոր բաների միջից տեքստերի միջից, որովհետև ինքը այդ բանի, այս գնանք վրեժ լուծենք բանը, նրանք ուզում են մեզ ոչնչացնել բան, այս կերպարի մեջ դրել է իր պապիկին, իսկ այն գնանք մեր հարևանների հետ խոսենք մի բան բարի դրել է իր հորը ու այս բաները հիվանդանոցի պատմություններն ու լրահոսը ընդհատվում են հոր եւ պապու բանավեճերով որոնք իրար հետ կռվում են կարծես բան երևակայական են, հա, վիճում են իրար հետ խաղաղության եւ պատերազմի շուրջ ու շատ իմ կարծիքով շատ վարպետորեն է ընտրել այդ կերպարները, որտեղ երկուսն էլ ընտանիքի անդամներ են ու պարզա որ երկուսն էլ երբ որ երեխան է պատմում, երկուսն էլ ճշմարտությունը ասողներ են, էլի, պապիկն էլ հայն էլ հեղինակություն են, ճիշտն են ասում, չեն կարող իրանք սխալ լինեն, բայց շատ տարբեր բաներ են ասում։ Իսկ թվում է այդ դրանից է որ ինքը կարողացել է այդ ամբողջ բանը բանավեճ տեղափոխի Չնայած նրան, որ ինչպես դու ասեցիր, մեղադրվում է խաղաղության քարոզի մեջ, դու ինչ զգացողություն ունես։ Ես անկեղծ ասած խաղաղության քարոզն չտեսա ընդհանրապես, ինձ մի ուրիշ կողմից է գամ տեքստին, իմ մոտ ոչ թե խաղաղության քարոզի զգացողություն կար, այլ դատապարտվածության զգացողություն կար, որտեվ տեքստը հա նոր դուրս երկրորդ անգամը տենց հա որ ամեն ինչ կա հա այս տեքստի մեջ 90-ականներից, այդ շուրնուխից եւ այլն 80-ականներից մինչեւ քարորյա պատերազմ, 44-օրյա պատերազմ մինչեւ գալի հասնում ենք էթնիկ զտում, հա ու այդ ամբողջ պատմությունները նույնիսկ անցյալի հա քարորյա պատերազմի նկարագրությունը այդ 90-ականների դեպքերից ինչ որ բաներ որ պապն ու հայրը վիճում են իրար հետ եւ դու մեկա նույնիսկ այդ անցյալի տեքստից, որը թվում էր թե հաղթական պատերազմ էր, հա, վերջի վերջո մեր համար։ Մենք տենց էինք մեզ զգում ու
մեզ տենց էր ներկայացվում, մենք էլ տենց էինք մեզ համարում, որ սա հաղթական պատերազմ էր, մենք հաղթել ենք։ Այդ հաղթական պատերազմի նկարագրության դեպքում անգամ մեկ այդ դատապարտվածության զգացողություն կա տեքստի մեջ, որ այ վերջը մենք իրականում գալու հասնելու էինք այս հանգրվանին խաղաղության ու պատերազմի արանքում լրված, որ չգիտենք ինչա խաղաղությունը, ինչա պատերազմը, ոնց ասած մենք ոչ պատերազմին էինք պատրաստվում, ոչ խաղաղության էինք պատրաստվում, մենք չգիտեինք ինչին էինք պատրաստվում, ու այդ դատապարտվածության զգացողությունը անընդհատ հետապնդում է տեքստը կարդալուց։ Էդ էլ է հետաքրքիր էլի, ու ինձ ոչ թե այդ խաղաղության քարոզ ընդհանրապես չկա այս գրքի մեջ էլի իմ զգացողությամբ, բայց կա դատապարտվածության զգացողություն, որը երևի թե էլի նորմալ է պարտված հանրության համար էլի, պիտի հասկանալ, որ 23 թվականին է գրվել, արդեն շատ բան էթնիկ զուտումը նկարագրած է մեջ, այսինքն բանի էլի 23 թվական վերջին հարցազրույց նայեցի Գրիգի, որտեղ ինքը ասում էր, որ 7 տարի գրել է այս գիրքը, ինչ որ բաներ կլինեն երևի որ շատ ավելի վաղուց է, բայց ամեն դեպքում այդ դատապարտվածության զգացողությունը նույնպես հիմա մեր հասարակությանը բավականին բնորոշ բնութագրող բան է։ Լսի մի հատ բան ունի, պատկեր ունի, որ ասում է քո առաջնորդները հավաքվեցին բանի սեղանի շուրջ եւ ոչ մի հարցի շուրջ ոնց որ համաձայնության չկան, չկարողացան տարբերել զգուշավորությունը վախից, խիզախությունը արկածախնդրությունից ու բանել, դες մի նախադասությամբ անկախության պատմությունը տալիս է, որ ոչ կարողացանք հասկանալ արդյոք սա վախ է թե զգուշավորություն, ոչ էլ սա արդյոք խիզախություն է թե արկածախնդրություն։ Եվ այդ տողը շարունակություն էլ ունի, որ մեկը տուժողը, բայց լինում է հասարակ մարդ է այդ ամեն ինչի արդյունքում, էլի։ Ես որ սա կարդում էի 24 թվականի գարնանն եմ կարդացել, տարվա սկիզբեր ու այն ժամանակ ոնց որ բաները հարցերը ավելի շատ էին, քան պատասխանները հիմիկվա համեմատ էլի։ Ու ես զգում էի այդ բանը աջակցությունը բանի հեղինակի ու ինձ համար պակասում էր ինձ այդ հնարավոր ձայները էլի, որ խաղաղությունը հիմնավորող, որովհետև ոնց որ մենակ էինք, շատ քչերով էինք, հիմա շատ են այդ ձայները ու նույնիսկ այդ բանավեճի մեջից ես որ դուրս էի բերում հոր տեքստերը, ինձ բաներ անում էլի, ինձ տենց մի քիչ գոտե պնդում էր, հիմա երբ որ ոնց որ վստահ չեմ կարող ասեմ, որ իրավիճակային փոխվում է, գրքի մասին չեմ ուզում տենց բան ասեմ, բայց կարող է եւ տենց է։ Հիմա ոնց որ երբ որ շատ են, շատ միանշանակ է։ Ինձ համար հեշտ է էլի այս գրքի բաները, ոնց որ հեշտ բաներ է, թվում է թե հեշտ բաներ է ասել։ Ժամանակ ինձ թվում էր ինչ որ բաներ շատ դժվար բաներ է ասում ու մի հատ բան կա, մի հատ դրվակ կա, որ ես նախորդ ընթերցումից էի ընդգծել ու ուզում եմ այս երկու տողերը կարդամ, ասում է ինչ որ էլի այդպես խոսում են, էլի ինչ որ տեքստ է, ինչ որ մեկ գլխի մեջ չգիտեմ ով է ասում, հայրն է, պապն է, ինքն է։ Հա դժվար է տանանջատել ով է խոսածողը։ Ինչու են մարդիկ հեռանում քո հաղթանակած երկրից։ Հիշիր, ժողովուրդը ոչ թե հաղթած, այլ խաղաղ երկիր է ուզում։ Այսի մեջ շատ էր տպավորվել, երբ որ ես կարդում էի ու ինքը պնդումի պես է ասում, երբ որ դու որ ժողովրդի մասին նոր ասում ես, դրանից շարունակում որ ժողովուրդը sense ժողովուրդն է, ու ինքը ոնց որ ժողովրդի մասին, դες միանշանակ պնդում ասում, որ երևի բոլոր ժողովուրդների մասին ասա ճշմարիտ չէ, իրանք ոչ այնքան հաղթած, որքան խաղաղ երկիր կուզեին։ Բայց այդտեղ հարց արում, այդ խաղաղությունը ինչ է։ Ես զգացողություն եմ, որ այդ խաղաղության ոչ թե խաղաղության քարոզ կա, այլ խաղաղությունը թե ինչա դրա փնտրտուք կա տեքստի մեջ, որը որ իրականում հանգուցալուծման չի գալիս ու շատ տրամաբանական է որ դա հանգուցալուծման չի գալիս, որտեվ հիմա մենք էլ որպես հասարակություն չգիտենք, այդ չենք կարող ֆիքսենք այդ խաղաղություն ասածը ինչ է։ Թվում է թե բոլորը խաղաղություն են ուզում, բայց այդ խաղաղության տակ ամեն մեկը մի բան է հասկանում։ Թե ինչ է խաղաղությունը, մենք այդ փնտրտուքի մեջ ենք դեռևս ու ստեղ ոնց որ տես դու ասացիր այ նախորդ ընթերցման համեմատ շահագին բան է փոխվել, ես արդեն զգում եմ որ շատերի մոտ այդ խաղաղության ցանկությունը խաղաղությունից խոսալու, բայց նոր մարտահրավեր կա, թե ինչ է այդ խաղաղությունը իրանից ներկայացնում, սա խաղաղություն է թե չէ, նա խաղաղություն է թե չէ, բայց ինչն է լավ խաղաղությունը, ու ստեղ էլ այդ փնտրտուքը կա ու վերջում
ըստ երևույթին չկա այդ հանգուցալուծումը ու վերջում իրական խաղաղության եթե շատ ջանք գործադրես, այսինքն եթե բան չանես, հատուկ ջանք չգործադրես խաղաղության քարոզ տեսնելու, խաղաղության հակաքարոզ կտեսնես, որտեղ այդ ամբողջը վերջացնել այդ բանով էթնիկ զտման տեսանով անհնարինության բան էլի մեծ բան անհնարինության տեսարանը նկարագրում անկախ նրանից հայրը ինչ էր ասում, պապը ինչ էր ասում, ինքը ինչ էր մտածում, արդյունքա ցույց տալիս, որը անհնարինություն է ցույց տալիս, ու ես այս անգամ որ կարդում եմ այդ զգացողությունը ունեի, որ չնայած նրան ինքը որ սիրուն տեքստեր ունի, բաներ, լավ ձևակերպումներ, նախադասություններ եւ այլն, բայց մեծ հաշվով խաղաղության անհնարինությունն է նկարագրում ու դրանից ինձ ավելի դիսկոմֆորտ զգացի, անցած անգամ ավելի կոմֆորտ էի զգում։ Եթե ինձ ես ինքս այս հարցը ինձ տայի, բա լավ որն է խաղաղությունը, փորձե այսենց այս ճանապարհը անցնեի, չունեմ իմ տեքստերի, իմ ապրածի, հա, իմ կենսափորձի աշխարհայացքի միջով, ես երևի թե այս պահին պատասխանը կասեի սրա մեջ, որ խաղաղությունը ամենօրյա process է։ Երևի թե իմ համար համենայն դեպս իմ կյանքի ապրելու այս կետից վաղը կարող է շատ ուրիշ բաներ փոխվի։ Իսկ առողջության պես էլի։ Իմ այս կետից ես դա տեսնում եմ, որ դա հանգրվան չի։ Գուցե մենք խաղաղությունը ասելով հանգրվանը պատերազմն է, խաղաղությունը հանգրվան չի, խաղաղությունը ընթացք է։ Այո, խաղաղությունը ընթացք է։ Ասենք այդ երեխաների բանն էլ, հա, ինչ որ մի պահի մեկ էլ իրան գալ ասում են ինչ որ COVID-ը վերջացավ, հեսա հավաքվում են, գնում ենք sense մի հատ դրվագ կա, չէ՞, ոնց որ թվում է թե ինչ որ հանգրվանի եկան հասան, որ ստեղից սկսած ինչ որ բան ավարտվում է։ Իրեն կարանտին են անցնում, հետո որ նոր գնան բանել։ Գուցեև, ասենք, խաղաղությանը վերաբերվել որպես հանգրվանի ու փնտրել իրան որպես հանգրվան, գուցե դա ոչ միտեղ չտանող տեղ է, այլ պիտի վերաբերվել խաղաղությանը որպես ընթացք, որպես ամեն օրվա գործ, մարտահրավեր ու իր հետ հարաբերվել այտենց, որպես գործի, որ պիտի ամեն օր անել։ Գուցե այդ տեսանկյունից նայելուց շատ մեր համար ավելի հեշտ լինի դեպի այդ խաղաղության գնալը, քան մենք փորձենք իրան դիտարկենք որպես հանգրվան ու սկսենք իրար հետ վիճել, թե այ խաղաղությունը որն է։ Այդ հանգրվանի թե ոչ, լսի, գործազուրկից աշխատանքի անցնելու պես է, երբ որ դու գործազուրկ ես, մի օր գալիս է, որ անցնում ես աշխատանքի, բայց այդ օրը չվերջացավ, այդ օրը չես ասում որ բան է։ Դե ես վերջ արդեն աշխատանքի եմ։ Դրանից հետո դու ամեն օր պետքա գնաս, ես արդեն գործ ունեմ, իմ հանգրվանը սա է։ Դրանից հետո դու ամեն օր պետքա արթնանաս, գնաս գործի, վերջացավ քո այն կյանքը եւ սկսես, այսինքն ամեն օրվա բան է, process-ը։ Հա, դա մոտեցում է, որտեղ եթե իրան վերաբերում ես որպես հանգրվան, այ հարցը առաջանում, բա լավն որն է այդ կետը, որից հետո կարանք ասենք այսա խաղաղությունը։ Տեղ տարաձայնություններ են առաջանալու հասարակության մեջ։ Կոնսերվացնելու, պահածոյացնելու բանը, թեմա է, այսինքն ինչ անենք, որն է մեր հանգրվանը, հա, հասանք տեղ վերջ, այս վերջավոր նպատակ դնել ինքը քո առաջ։ Այստեղ ոչ թե էականը նաև է հասնել կամ վերջ, այլ երբ որ ասում ես այ որն է դա, սկսում է տարաձայնություններ առաջանալ։ Բայց եթե դու իրան վերաբերում ես որպես process, այդտեղ կարելի է հասարակության մեջ փոխըմբռնում գտնել իրար հետ, որ հա դու ուրիշ բան ես պատկերացնում, ես մի քիչ ուրիշ բան եմ պատկերացնում, բայց երկուսս էլ պատկերացնում ենք, որ պետք է աշխատանք տանենք այդ ուղղությամբ գնալու։ Հիմա դե դու կհասնես նրան, որ չգիտեմ, մի օր թշնամին ծնկաչոք կգա ներողություն կխնդրի, փորձենք նաև այդտեղ հասնենք մի օր, բայց եթե ընթացքը վերցրել ենք այս կողմ, կարանք իրար հետ փոխըմբռնում ունենանք, որ այ մենք այս կողմ ենք գնում։ Այ ես կարծում եմ մեր փնտրտուքը այդ իմ համար համենայն դեպս փնտրտուքի կողմը այդ տեղա դեպի գնում։ Այդ պատկեր կա, չէ՞, տեղ որ ոնց որ մոտավորապես մի կաթիլ մեղրն է վերարտադրում, որ հովիվի շանը սպանում է եւ այլն, բայց բանը փոխանակ գյուղերով հարցակվն իրար վրա այդ ոչխարի մորթին տնմավոտին բուժում է, ասում է ոնց որ կներես։ Այսինքն բանն անում էլի, դա կոնֆլիկտ է ուզում լինի ու չի լինում, ու ինձ թվում է այդ բանը, այդ զսպվածությունը բանի, մեքենավարի ու հովիվի, այդ բանը հիմա երևի շատերի համար անհասկանալի կլինի, այդ որ իրանք այդպես քիչ ամնում կռվեն իրար հետ, բայց չեն կռվում, որտեղ իրանք կռվից կարան պետությունները կռվեն, ինչպես մի կաթիլ մեղրում կայսրությունները։ Ինչպես եւ հետո եղավ։ Բանը էլի ցույց է տալիս, որ այդպես ամեն մարդու կարող է ինքնատիրապետման մասին է թեման։ Բայց վերադառնանք բանին, խաղաղության մասին, խաղաղության վայրին, այդ գրքի մեջ խաղաղության վայրը այդ գյուղն է։
միակ տեղը որտեղ կա խաղաղություն Գերմանիայում է, բանի Եվրոպայի կենտրոնում։ Ունդեղ էլ այդքան խաղաղություն չէ, իրանք իրար հետ աֆղանստանցիների հետ հարաբերություններ են բարձում։ Ինչ է։ Երևի պետք է այդ մոդելի վրա տեսնել, որտեղ նրա անունն է խաղաղության վայր, խաղաղության գյուղ, չէ։ Այստեղ խաղաղություն չկա։ Այն մյուս տեղը, որը ինքը նկարագրում է, տեղ չկա, տեղ միշտ կոնֆլիկտ է։ Իր ամբողջ ընթացքը նկարագրության 40-յան է, 44-օրյան է ու այդ վերջի 23 թվականի պատկերն է։ Խաղաղության մոդելը ինքը ցույց է տալիս այն մյուս տեղում։ Եթե կա այդպեսին, հիմա որ դու ասում ես այնտեղ էլ է կոնֆլիկտ, բայց այնտեղ ինչ-որ բան կար, երևի ինչ-որ լոյալության կամ զսպվածության։ Ես այդքան համաձայն չեմ հետդ, որ այնտեղ խաղաղություն կար, որովհետև կերպարները ամեն մեկը դու իմ հետ համաձայն ելնես չլնես այդ անտերի անունը խաղաղության գյուղ է։ Ոչ կա անունը էական չի, այնտեղ այդ գրքի հերոսները, այդ երեխաները, ամեն մեկը ինքը իր հետ այդ կոնֆլիկտ ուներ։ Ասենք նույնիսկ այդ ոնց է պատկերացնում մարդը առանց կոնֆլիկտի։ Դե խաղաղության համատեքստում եմ ասում, հա։ Ասենք այդ վրաստանահայ երեխան խաղաղության համատեքստում ուրիշ բան է, լսի, կներես էլի, բայց այստեղ բան ունենք, բանավեճ ունենք։ Նախ խաղաղությունը քո ասելով բանը, այց ոչ մի բան չունի, հույզ չունի եւ կոնֆլիկտ էներգիա մրցակցություն ինչ որ բան չունի, չէ խաղաղությունը այդ մի վիճակ է, որտեղ մենք Պրոստը իրար չեն սպանում այդ երեխեքը, դա նկատի ունես։ Լսի, ոչ թե ես նկատի ունեմ այնտեղ խաղաղ էր, ստեղ չէր։ Այդ մարդը այն բանի հիմնարկի հաննը դրել է խաղաղության գյուղ, որքան էլ դա վավերագրական է, եւ ցույց է տալիս, որ այնտեղ խաղաղության կոնցեպտ էր մի հատ։ Եվ ստեղ այս պատերազմներից փախած երեխեքը գնացել են այդ խաղաղության կազմակերպության մեջ են ապրում ու չի կարա ստեղ չլինի էլի այդ բանը ցույց տալու այնքան ակնհայտ է ինքը որ ցույց է տալիս որ համակերպության ձև է ահա ձեզ ոնց որ բան են լիքը հաշմանդամություն ունեցող երեխեք բանը չարաճճիություններ են անում բայց իրար չեն սպանում մոտ հարաբես դա չէ իրա պատմածը ու ինձ թվում է այդ այնքան ակնհայտ է որ այդ հիվանդանոցյան խաղաղության գյուղը իսկ իմ զգացողությունը մի քիչ այլ էր որ նույնիսկ այտենց մի կոմֆորտ տեղ հա Գերմանիայում ինչ որ մի գյուղ որտեղ որ այ բարի գերմանացիները հոգ են տանում այս երեխաների մասին մեկը այնտեղ այդ պատերազմը Իսկ չխաղաղությունը բաց չէր թողում այդ երեխեքին։ Հա դե բարձա որ այդ չի բաց։ Իմ զգացողությունը այդպեսին էր ավելի շատ, որ նույնիսկ այդ խաղաղության գյուղում հնարավոր չի պատերազմից փախնել, որտեղ դա հետապնդում է։ Ապրես։ Իա, բայց ես էլ դա նկատի ունեմ։ Խաղաղությունը ըստ էության բաննա ինքը հենց տենց էլ նկարագրում է այդ մարդկանց բաներին, որոնք այստեղ էս պատերազմի միջով անցել են եւ խաղաղություն են փնտրում, հենց այդ է նկարագրում, այսինքն այդ պատերազմը կոմեջ կրել է, բայց դրանից բան չսարքել է, մեկ այլ պատերազմ չսարքելն է։ Իմ զգացողությամբ ինքը դա է նկարագրում, բայց ոնց որ ես ընդհանրապես այս բանավեճի մեջ չի ուզում մտնել էլի ինքը նկարագրում է թե ոնց են մարդիկ պատերազմից հետո խաղաղություն գտնում հա մեկի ոտը չկա մեկի ձեռը չկա մեկի դեմքի կեսը չկա ոնց որ ինչ որ խեղված մարմիններով են այդ չկարա խաղաղություն գտնես գիտես ինչ որ մեկի հայրը չկա չէ այդ երեխեքի ինչ որ մեկի պապը գնացել է չի եկել այս բոլորը այդ կոնֆլիկտի հետևանքներով եկել լցվել այսպես կոչված խաղաղության գյուղ եւ ինքը ցույց է տալիս այդ բանը բարդությունը դրա չգիտեմ արդյոք անհնարինությունը թե չէ կարելի է այս մասին խոսել բայց որ ինքը կոնֆլիկտ ունի խաղաղության հետ հենց տենց էլ ես այսինքն այդ հիվանդանոցը որը ինքը ցույց է տալիս այդ գյուղը որը ինքը ցույց է տալիս իմ համար հենց դրա մարմնացումն է որ երբ որ մենք շարժվում ենք դեպի խաղաղություն մենք ահա այսպես ոնց որ հաշմված հասարակությամբ ենք գնում էլի դեպի խաղաղությունը պետք է դրա հետ փորձել հարաբերվել Ինչու՞ն է այդ զգացողությունը։ Դե ասեմ, ես ավելի շատ իմ զգացողությունը այն դիտանկյունից էր, որ մեկը դա այդ կոզած անելանելիության բան կա, դա անհնարինություն կար, որ նույնիսկ այդ գյուղը ստեղծել է անհնարինություն ցույց տալու համար։ Խաղաղության անհնարինությունը ցույց տալու համար, չէ՞, տենց չի։ Դե այսինքն չի կարա լինի էլի խաղաղություն, տենց է դառնում, եթե անհնարին է, եթե իդեալական խաղաղության անհնարինություն իրար չսպանելու ծանդին, չգիտեմ, այդ հանգրվան որպես հա քո ասած է, ինձ թվում է այդ ինքը ավելի շատ ցույց տալիս, ճգնաժամա ցույց տալիս էլի։
Դե հա, այդ անհնարից այդ տագնապայնությունը կար անընդհատ հետապնդում էր ընթերցանության ընթացքում, որ անելանելություն կա, անհնարինություն կա։ Մի հատ էլ բան կուզեի ասել, լսի, բանը վերադառնալու այս խաղաղության քննարկմանը, ասեմ, որ այս գյուղի սիմվոլիկան իզուր տեղը գնացինք, մոլորվեցինք, բան է ուզում կարդալ։ Ինձ համար ինչով է կարևոր, որ ինքը բան է անում, ինքը որպես կարանտին է նկարագրում խաղաղությունը, այսինքն բոլորին պետք է լցնել միտեղ եւ արգելել շարժվել այդ տարածքից դուրս, թե չէ խաղաղությունը կկորչի։ Եվ իհարկե այդ խաղաղության ճանապարհի բանը ուղեգիրը անցնում է պատերազմի միջով։ Առանց պատերազմող ոչ կոնֆլիկտային երկրներից այդտեղ մարդ չեն տան։ Պատերազմած երեխաներին էին տանում այդ խաղաղության գյուղ, այսինքն չկա այդ խաղաղության գյուղային մարդկանց համար, ովքեր խաղաղության մեջ են ապրում, այդ մենակ կոնֆլիկտ ունեցող մարդկանց համար է։ Մի հատ բան է ինձ շատ հետաքրքիր եղել, ուզում եի սա կարդալ, ինքը ոնց որ կաթողիկոսի հետ է խոսում։ Հանգիստ թող այդ միկրոֆոնը։ Լսի, դե տարային կողմ որ գիրքը բարձրացնում, հետո հասկացա, որ չեմ կարենալու բան անեմ, ձայնս չի լսվելու։ Կաթողիկոսի հետ է խոսում, ինչ որ абստրակտ ձայն է։ Ասում է, ինչ էր անում դու հովիվ հարցնում ես, երբ քո առողջ շները հոշոտում էին քո իսկ հոտը։ Քո առողջ շները, այսինքն սեփական հովիվի առողջ շները հոշոտում էին քո իսկ հոտը։ Հարցնում ես, մեղք էի ճաշակում, պատասխանում է։ Ինչ էր անում հովիվ, երբ հոտդ փրկվելու կույր բնազդով ապաստան գտավ քո հիվանդ շան թիկունքում, հարցնում ես։ Ես մեղք էի ճաշակում, պատասխանում է։ Հովիվ ինչ էր անում, հարցնում ես, երբ գայլերը եկան ու կոտորեցին, թե հիվանդ շանդ, թե ողջ հոտդ, հարցնում ես։ Մեղք էի ճաշակում, պատասխանում է։ Ես չեմ ուզում բան անեմ, շուտ մեկնաբանեմ այս տեսարանը։ Չգիտեմ որքանով կրկին արդիական կլինի այս թեմաները, երբ որ կաթողիկոսի նկատի ունեմ եկեղեցու կաթողիկոսի հետ կապված քաղաքական կիսաքաղաքական թեմաների, երբ որ սա եթեր կգնա, բայց այդ շատ հետաքրքիր էր անցած ընթերցման ժամանակ ասած չէր բան արել, էլի բռնել ինձ այս հատվածը։ Գրականության մոգությունն էլ տեղ է, էլի։ Այս պատմությունը ինձ շատ հետաքրքիր կուզենայի հենց տեղից սկսած լինել։ Ինձ շատ հետաքրքիր էր այն իմաստով, որ հեղինակը մի մարդ է, ով որ պատմա հաշմանդամության փորձառության ու պատերազմի փորձառության մասին, պատմող է, էլի ոչ միայն հեղինակը, որը ոչ հաշմանդամություն ունի, ոչ պատերազմ է գնացել, այսինքն ակնհայտ է, որ մինք միակ երեխեն է տեղ, որ երկու ձեռ, երկու ոտ, գլուխ ամեն ինչ տեղում է, մնացածը չունեն ինչ որ մարմնի մասեր, բայց ինքը անդադար սպասում է, որ հեսա իր ձեռքն էլ կկտրեն, ու ինքը մտովի փորձառում է այդ հաշմանդամությունը, բայց շատ տարօրինակ էր առաջի անգամ ես որ կարդում եմ հաշմանդամություն ունեցող անձի հոգեկան պատում էի կարդում, հոգեբանական վիճակ էի կարդում, ու անդադ զգում եմ, որ ինքը ֆիզիկապես չունի այդ խնդիրը, չի հասել այդ հանգրվանին, ունեն էլ պատերազմի դաշտի մեջ ոնց որ ինքը անդադ ինչ որ այդ մահացած զինվորների մասին է խոսում, զոհվող զինվորների մասին, բայց այդ տղամարդը նաև պատերազմ չի փորձառել ու ոնց որ ինքը ինչ ասում է, նայում է Կամիլի ձեռքերին ու ամաչում էի, որ ինքը չունի ձեռքեր, ես ունեմ։ Ոնց որ ինքը անդադ նայի այդ բանին, պատերազմի դաշտի տղաներին, զոհվածներին, անների ցանկերը, հարևաններին, ծանոթներին ու անդադ ամաչի։ Այդ մի հատ բան է, ես կոնֆլիկտային հասարակության մեջ տղամարդկանց այդ մեծ խնդիր է, որի հետ պետք է մի ձև հարաբերվել էլի տղամարդկանց, որոնք չկարողացան դառնալ մասը կամ չուզեցին կամ չստացվեց, չգիտեմ։ Դե ոչ բոլորն են, ամբողջ հասարակությունը չի ռազմաճակատ չի գնում, քչերն են գնում։ Ոնց բան են, նեղվում են դրանից, չէ։ Չգիտեմ, դե պատերազմն այնպիսի բան է, որ տրավմաներ է հա ստեղծում բոլոր շերտերի համար։ Տենց դրան պետք է հենց տենց էլ վերաբերվել էլի, որ դա ողբերգություն է, որի մեջ հանրությունը տենց մտնում է ու չգիտես ոնց է տեղից դուրս գալու։ Ինձ նաև շատ տենց հետաքրքիր էր այդ պատերազմը նկարագրելու ձևը, հա, որ լրատվությունից հատվածների միջոցով է անում ու իրականում էլ հասարակության մեծ մասը պատերազմը տենց է տեսել կամ տենց է անցալել, էլի հանրության մեծ մասը ոչ թե հա նույնիսկ այն մարդը, որը ռազմաճակատում է գտնվել, ինքը մենակ իր այդ չգիտեմ որտեղ որ ինքը կանգնած եղե, մենակ է դրա մասին ինֆորմացիա ունի, նույնիսկ ճակատում պատերազմի մասնակիցը։ Հա, մնացած ամբողջ
ինֆորմացիան միայն այդ լրատվության միջոցով է մեզ տեղ հասել ու երևի տենց շատ ճիշտ էր հա այդ ձևը ընտրությունը այդ ձևի թե ոնց ներկայացնել պատերազմը այդ լրատվության պատառիկների միջոցով ինձ թվում է դա տենց հաջողված բան էր դրյուկ էր դե երևի ամփոփենք խոսակցությունը եթե ավելացնելու բան ունես եթե չէ կհանդիպենք արդեն հաջորդ անգամ նոր գրքով շնորհակալություն Հայկ ես էլ եմ շնորհակալ